Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Մեր այսօրվա զրուցակիցը հայրենիքի մասին խոսում է այնպես, ինչպես խոսում են զավակի մասին։ Նրա հայրենասիրության մեջ կա եւ սեր ու հոգատարություն, եւ անհանգստություն, եւ հավատ ու անսահման լավատեսություն։ Այսօրվա մեր հերոսի համոզմամբ Հայաստանը պարզապես տարածք չէ, այլ հարազատ եւ արժեքահեն երևույթների մի ամբողջություն, որը զարգանալու եւ հզորանալու համար ունի յուրաքանչյուրիս կարիքը։ Այսօր բացահայտելու ենք Ալին Մասվելյանի պատմությունը։ Ալին, ողջույն, ինչպե՞ս եք։ Միշտ լավ։ Շատ լավ է։ Ալին, այսօր խոսելու ենք ձեր կյանքի անցած ճանապարհի Հայաստան տեղափոխվելու որոշման եւ իհարկե առաջիկա նպատակների ու ծրագրերի մասին։ Պատրաստ եք։ Սիրով։ Մեր զրույցը սկսենք ամենասկզբից, ձեր արմատներից։ Դուք մեր բազմաթիվ այլ հայրենակիցների պես ծնվել եք եւ մեծացել եք Սիրիայում։ Ինչպես են ձեր նախնիները հայտնվել այնտեղ։ Դե շատ հայտնի 1915 թվականից իրանք քաղաքականների շարքից էին, տատիկս այնտեղից էր, տատիկս եւ պապիկս տեղափոխվեցան Հալեբ, մի կերպ մազապուրց հասել են իրանց ընտանիքով, մինչև որ հայրս եկավ, մեծացավ եւ արդեն ես երկրորդ սերունդն էի։ Հետաքրքիր է, երբ սկսեցիք մտածել Հայաստան տեղափոխվելու մասին եւ երբ վերջնականապես կայացրեցիք այդ որոշումը։ Ուրեմն ամուսնացա, ամուսինս ալ հալեբցի է, երկու երեխեքս Հալեբում ծնվեցին։ Ամուսնության 5-րդ ամյակնից էր, երբ Հայաստանը արդեն անկախ էր, մենք որոշեցինք այցելել տուրիստ Հայաստան։ Եվ Հայաստանի սերը ես միշտ ասում եմ որդի նման է, եթե մեջդ մտնում է, դու չես կարա Իրանից ցերպազատվես։ Վերադարձանք, ամուսինիս միտքն էր, մի օր ջաշի սեղանին նստած էինք, մորս տունը, շատ սիրուն ասեց, գերտաս Հայաստան գապրիս, ես ալ շատ թեթև երթանք։ Ու այդ երթալը եղավ 1998 թվականին նոյեմբեր 2-ին մենք ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան։ Ես, ամուսինս եւ երկու երեխեքս։ Բավականին հեշտ կայացրեցիք հայրենիք տեղափոխվելու որոշումը։ Շատ օգնեց, որ ամուսինս սովորել է տեղ պոլիտեխնիկ։ Ինքը ծանոթ էր նիստուգացին, ապրելակերպին իր ագնոցով։ Իսկ իմ ագնոցով երբ որ մեծացել ես հայկական շնչով, ոգով, դանը մեջ ամեն ինչ պետք է հայկականոտ լինի, ես կարող եմ դա ասել, եւ դպրոցում էլ Սփյուռքի դպրոցները շատ մեծ թեր ունին դրա մեջ, քեզ վարդակույն են ներկայացնում Հայաստանը։ Այդ վարդակույն սերը մեջը մեծանում է, երբ որ քրագանությունը, երբ որ ամեն ինչը Ես կհիշեմ 85-ին տուրիստ էլի եկա Հայաստան, երկար պրոցես էր, մինչև հայտնվեցի ու Սարդարաբադին երբ որ նայում էի, առաջին բանս տպավորությունս ամա ճիշտ նկարին պես է ու բոլոր չորս կողմը խնդացին, որ 18 տարեկան երիտասարդ աղջիկա միտքը իհարկե նկարին պես պետք է լինի, բայց այնքան եմ այդ նկարներով դարվել, որ երևի աչքերս չեր հավատում, որ իրոք իսկական պատկերն եմ տեսնում Սարդարաբադի։ Ալին, Հայաստան տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում ինչպիսին էին ձեր պատկերացումները եւ արդյոք դրանք համապատասխանում էին իրականությանը։ Նայեք, երբ որ Հալեբեն ելանք, Հալեբը շատ փայլուն էր։ Եվ այստեղ նոր անկախացած էր։ Ու երբ որ ես կյանքի դարական պայմանները, ճուրը, հոսանքը չէի տեսնում, իմ մոտ բորտկում էր գալիս, որ լավ, ես 20-րդ դարի մեջ եմ։ Ու այսպես մի տեսակ սկսեցի սկզբում փակվել, որ ես այնտեղ աշխատում էի, քաղաքապետարանում էի աշխատում, 31 տարի կայացած էի, այստեղ ես ով եմ, պատուհանը բացում էի, չգիտեի աջ կնամ, ծախ կնամ, չնայած լեզվի խնդիր չունեի, ինքս ինձ հասկացնելու խնդիր չունեի ու փակվեցի, դժվար դարա։ Բայց հետո ենթագիտակցությունը օգտագործելով եւ
իհարկե ամուսնուս լրիվ ինձ որ կողքիս էր, ես հասկացա, որ խնդիրը իմ մեջն է։ Ես ասեցի, որ լավ, ուր ես եկել Հայաստան։ Հայաստանը բոլորին, այդ 3 միլիոն ժողովրդին, ինչ որ ունի, դա է տալիս։ Ինչու քեզի ավելին պետք է դա։ Եթե ավելին ես ուզում, գնա ինքդ ստեղծիր։ Ու ինքը փառք մազի թերի չափես ենթագիտակցությունդ օգտագործել, որ այս կողմից գնաս այդ կողմ։ Երբ որ այս կողմից գնացի այն կողմ, արդեն ամեն ինչ ավելի գեղեցիկ, ամեն ինչ ավելի վարդակույն, ամեն ինչ ավելի օքեյ, խնդիրա գլուծենք, ինչ անենք, էսա։ Ալին, դուք հետևեցիք ձեր այդ ներքին ձայնին եւ հիմնեցիք ձեր սեփական ընկերությունը, ոչ թե բավարարվեցիք Հայաստանում արկա ոլորտների եղած հնարավորություններով, այլ ձեր ինքնուրույն ճանապարհը հարթեցիք։ Ինչու ընտրեցիք դժվարին ճանապարհը։ Ես կարծում եմ դա մարդու տեսակից է կախված։ Երկու տեսակի խումբեր կան՝ ստեղծող եւ չասեմ ուղղակի հարմարվող։ Քո տեսակն է, ես նույնն էլ հալեբում էի անում, այսինքն եւ իմ աշխատանքս էր եւ հետո ամուսնուս հետ բիզնես, շատ լավ խնդալիք դրվակ մգա կպատմեմ, որ նշանված էինք, շատ էի աշխատում, չենք նշանված, թեր ընկեր ենք, ասում եմ, ինչ պիտնես հասկան թրամ, իմ օֆիսս պիտի փանամ, պետք է ես իմ օֆիս ունենամ, մասնագիտությամբ շինարար եմ։ Գնում էի ագումբ, գնում էի երջախումբ, գնում էի ֆրանսերեն սովորելու, հետևաբար կարծում եմ քոնը ստեղծելը մարդու տեսակից է, դա էլ նշանակություն ունի։ Այսօր ձեր հիմնած ընկերությունը բավականին մեծ հաջողությունների է հասել, խնդրում եմ ներկայացնեք ստեղծման պատմությունը եւ ինչ զարգացման էտապներ է անցել։ Նայեք, երբ որ Հայաստան եկանք, ամուսնուս գործներ, ինքը 13 հատ հավատացեք տարբեր ծրագիրներով եկավ Հայաստան, որ դրանք պիտի անի։ Բայց եկանք ապրեցանք եւ տեսանք, որ այդ 13-ը այդ ժամանակին Հայաստանի համար պետք չէր, ուրիշ 4 ծրագիր Հայաստանի համար ավելի պետք է կաներ։ Իսկ այս բիզնեսի հիմքը բադահականությունը եւ ճիշտ խնդիր լուծելու, տեսնելու կարողության խմբավորումն է։ Այսինքն, երբ որ գնում էի, բերում էի բոլոր համեմունքները ինձի հետ, որովհետեւ մայր եմ, միջին արևելքից մայր եմ, ջաշ պիտի եփեմ եւ այլն, ունենամ այդ ամենը ցերիստակ ու գնում էի շուկա եւ հնարավորություն չի գար։ Այնտեղից ամուսնուս հետ խորհրդակցելով ստեղծենք, չստեղծենք, անենք, չանենք, սկսեցինք։ Այսօր գոհ եք ձեր ձեռքբերումներից։ Ձեռքբերում չի ասի, այնքանով որ ամեն երկրորդին, երրորդին, երբ որ բրենդի մասին հարցնում են, ասում են ու բոլորը ժպիտով են ասում, հա, լավ գիտենք, արդեն ինձ թվում է դա ինքը բարի համբավ ունի։ Արդեն դա է, կարծեմ, մեր ամենամեծ ձեռքբերումը։ Այսօր Հալեբ ընկերությունը արդեն շուրջ 1000 ապրանքատեսակներ ունի։ Որտեղ եք արտահանում, ինչ շուկաների հետ եք աշխատում։ Ինքը ներքին շուկայում շատ ավելի դարածված ենք, բոլոր մեծ ցանցերի հետ աշխատում ենք, հյուրանոցների հետ, փոքր խանութների հետ, արտահանման ես կասեի փոքրիկ փորձեր են, այդ մեծ թվերը չեն, ինքը Ամերիկա էր, Ֆրանսիա էր, Վրաստան էր, Էսա, հիմնականում։ Ինչպես ընտրեցիք այդ երկրները, Մենք չենք ընտրել, ուրիշն ասած, տուրիստները սպյուրքահայերը եւ հիմնական սպյուրքահայի կապի հետ էր լինում, գալիս էին խանութ, ու հետո ասում էին, ինչու այս ապրանքը չի գա մեր երկիրը եւ առնում դանում էին։ Դա է։ Ալին, խոսենք նաև նախաձեռնությունների մասին, բիզնեսների զարգացման նախաձեռնությունների մասին, ձեր օրինակով, եթե նշենք, վստահ եմ դուք առանձնացնեք Buy Armenian հարթակը, որի հետ այսօր համագործակցում եք, ինչ առավելություններ է տալիս ձեր երկու ընկերություններին այս համագործակցությունը։ Ինքը փոքր եւ միջին բիզնեսներու զարգացման համար շատ մեծ հնարավորություն է, որովհետեւ փոքր եւ միջին բիզնեսը արտահանելու կարողությունները սահմանափակ են։ Հետևաբար մեկ իրեն պետք է հարթակը ստեղծեր եւ ցույց տալ ինքը ինչպես այդ հարթակում ընդգրկվի եւ այդ Հայաստանի համն ու հոտը դարած է։ Հետևաբար դա է համագործակցությունը։
Գիտենք, որ դուք նաև որպես առաջնահերթություններ ընտրել եք փոքր եւ միջին բիզնեսներին սատարելու, աջակցելու ուղղությունը։ Հետաքրքիր է ինչով է սա պայմանավորված, ինչու է դա ձեզ համար կարևոր եւ ինչ արդյունքներ ունեք այս ուղղությամբ։ Նայեք, շատ դժվար է, երբ որ չգիտես ուր երթաս, մանավանդ երբ որ երկրի օրենքները այդ թվերին գայացած չէր։ Երբ որ դու անցել ես դժվարություններու մեջ եւ հիմա ամեն ինչ գիտես եւ հիմա օրենքներն էլ շատ ավելի քեզ օգնում, որ դու ճիշտը սկսես, ոնց որ սոցիալական այդ կոմպոնենտը ընկերության, եթե կարող եմ մեկի ձերից բռնել եւ առաջ տանել, ինչու՞ չանեմ։ Ու դրա համար հայտնվել եմ տարբեր կառույցներու խորհրդի մեջ, որովհետեւ կարողանամ դա անել։ Մենք աշխատել ենք սիրիահայերի հետ, աշխատել ենք իմիգրանտների հետ, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ, որովհետեւ ավելի իրենց ինտեգրումը հեշտ լինի այս միջավայրի մեջ։ Այս տարբեր բաների միջոցով փորձում եմ ինչ որ հնարավոր է, ինչ որ գիտեմ, ինչ որ ոչ թե գիտեմ, ինչ որ սովորեցի այդ 26-27 երկար դարիներու ընթացքում։ Ինչ նախաձեռնություններ կառանձնացնեք Հայաստանում, որոնք ընդհանուր հաջողություն են բերում ձեր կազմակերպություններին։ Գիտեմ, որ այս պահին համագործակցում եք նաև Buy Armenian հարթակի հետ, բայց վստահ եմ, որ ձեր համագործակցության շրջանակները ավելի լայն են։ Buy Armenian հարթակի միջոցով մենք ներկայացնում ենք մեր երկիրը, մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր լավ արտադրանքը համաշխարհային մագարտակով։ Իսկ եվրոպական դարբեր կառույցների հետ ուղղակի ես միշտ ասում եմ, որ դնում եմ Հայաստանը քարտեզի վրա, որովհետեւ ինքը հստակ լինի եւ մարդիկ շատ կլինի, որ կհարցնեն չեն լսած, եթե մանավանդ հարավային Աֆրիկայից են եւ այլն այդ խոր երկրներից, որ տարածաշրջանով ալ մեզանից հեռու են։ Իսկ հիմնականում ինչ տեսակի ապրանքներ են ավելի լավ իրացվում արտասահմանում, հայ արտադրողը ավելի շատ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի։ Կարծում եմ, էսի իմ թեման է հիմա եւ բոլորի հետ դա քննարկում եմ տարբեր մակարդակներով, եթե սնունդ, ապա պետք է ինքը լինի շատ որակով, որբեսի մրցակցային առավելություններ ունենաս։ Այսինքն ամեն ինչից, սկսած հումքից, փաթեթավորումից, մինչև ամենափոքրիկ այսեն ժապավենիկը, որ վրան թրված է։ Հետևաբար սկսել եմ իրանց ուղղորդել, որ դեղագանը այլևս փոքր չէ։ Դեղագանը արդեն պրեմիումն է, արդեն ինքը ամենաբարձր նիշի որակն է, որը մարդիկ սկսել են դա փնտրել։ Ու մենք լիքը բան ունենք, որ իրոք միան մեր դա, իրոք որ միան մեր համն ու հոտը ունի։ Իսկ ձեր ընկերությունը կոնկրետ ինչ է արտահանում արտասահման։ Մենք արտահանում ենք համեմունքներ, քաղցրավենիք, լոխումն ու գամանանա, փախլավաներ եւ շատ քիչ հայկական բիստագը, որը մեղրիից է։ Քանի որ մենք ձեր գրասենյակում ենք եւ այստեղ է նաեւ Հալեբ արտադրամասը, առաջարկում եմ տեղափոխվենք արտադրամաս եւ ավելի մոտիկից ծանոթանանք արտադրական գործընթացին։ Գնացինք։ Մենք հիմա գտնվում ենք մեր արտադրամասում, սա մեր արտադրության մի քանի տեսակներն է, որը արդեն կփաթեթավորվին, իրանց ժամկետները կթրվին եւ վաղը առաքման համար շուկա կգնան։ Այս քաղցրավենիքից ո՞րն է ամենաշատը սիրում հայ սպառողը։ Եկեք ես իմ ասեմ, ես սիրում եմ այս տեսականին, որը ասում ենք սարմա, դոլմա, որի 80%-ը աղացած կանաչ պիստակով է, իմ նախընտրածն է,
բայց հայոց բարողը ավելի ընգուզի կերտա, բոբոգի կերտա, երևի որ ինքը բոբոգի մեջ է մեծացել, ինձ թվում է դրանից է գալիս։ Իսկ արտասահմանյան սպառողը որն է նախընտրում։ Պիստակ, այո։ Հետաքրքիր է, դուք ձեր գործունեության ընթացքում ուսումնասիրություն արել եք, թե ինչպես է փոխվել հայ սպառողի ճաշակն ու նախասիրությունը։ Այն էլ ինչպես, ուրեմն հայ սպառողի քիմքը շատ պահպանողական է եւ դժվար նորություններ ընկալող է քիմքի հետ կապված։ Դա փորձով ենք սկացել, երբ որ մենք միջին արևելքի համեմունքն էինք տալիս կամ մսի մեջ օգտագործում էի, ինձ ասում էին, որ փճացնում ես մսի համը, հերիկա այդքան համեմունք տնես, իսկ հիմա 25 տարի, 26 տարի հետո ինքը դարձավ տրենդ։ Այսինքն դա ասում է, որ ժամանակը տեսնելը, փորձելը մեծ թեր ունին քիմքը փոխելու կամ նախասիրությունները ընտրելու մեջ։ Եթե խոսենք առաջիկա ծրագրերի եւ նպատակների մասին, ինչպես եք պատրաստվում ընդլայնել, զարգացնել ընկերությունը։ Ինքը նեղ մասնակցված էր, հիմա մտածում ենք թիմով, մենակով ոչ մի բան չեմ կարող անել, որ ինքը այո յուրահատուկ ապրանքների խանութ դառնա, բայց միևնույն ժամանակ էլ առօրյայի պահանջները բավարարող ինքը գաթե, բանիր է եւ այլն դրանք էլ ընդգրկվին, ինքը չի դառնա սուպերմարկետ, բայց եթե մասնագիտացված խանութ լինի։ Այո։ Եթե փորձենք ավելի գլոբալ առումով վերլուծել իրավիճակը, ապա Հայաստանում այս ոլորտի զարգացման հեռանկարների առումով ինչ խոչընդոտներ եք տեսնում եւ ինչ քայլեր եք կոնկրետ դուք անում, որպեսզի այդ խոչընդոտները հարթվեն։ Նայեք, գլոբալիզմի պատճառած սուպերմարկետային ցանցերը դառնում են քերիշխող եւ դրա համար պետք է դու քաղաքականությունը փոխես եւ դու այդպիսի բաներ անես, որ սուպերմարկետը ինքը չի անում։ Այսինքն դրա համար յուրահատուկ եւ որակով ապրանքները պիտի պահես մենակ քո մոտ։ Պիտի չդա սուպերմարկետներուն, քանի որ եթե մտնես այդ խաղի կանոններու մեջ, արդեն ինքնաբերաբար դու քո թեմ ես աշխատում։ Էսի քաղաքականություններից մեկն է, որ մենք ասենք թե որտեղրել ենք ու էլի գնում եմ ասելու, որ ինքը դառնա առողջ սնունդ փնտրողներին, մանավանդ որ հիմա գիտեք դիք առողջական խնդիրներ կա այս ստրեսների պատճառով եւ մաքուր սնունդ առանց հավելումների, առանց քունաներգերի, առանց եւ այլ ինքը դառնա այդ գետը բոլորին հավաքող։ Ալին, իսկ ծանրաբեռնված աշխատանքային առօրյայից դուրս ինչպես եք անցկացնում ձեր ժամանակը Հայաստանում։ Ես գնում եմ յոգայի, շատ եմ սիրում, իսկ իմ ամենասիրածը Երևանի մեջ, երբ որ ժամանակ եմ գտնում 7-ից 8-ից հետո քայլել, հասնել Կասկադ, բարձրանալ աստիճաններով մինչև վերև, անպայման նստիր եւ Երևանը դիտել վերևից, մի խաղաղություն, հանգստություն այնց տալիս, չեք պատկերացնում, հետո սիրում եմ փորփրել եւ գտնել Հայաստանի թաքուն տեղերը, մի քանի օր առաջ Գյումրի էի, ես Մինաս Ավետիսյանին շատ եմ սիրում, բայց չէի կարողանում հասնել իր դուն թանգարանը, Ջաջուր ու հայտնվել էի այնտեղ, ոնց որ իմ երազանքներից մի մասը կատարվեց զուտ իրա միջավայրում հայտնվելը։ Շատ բան կա Հայաստանում վայելելու, ապրելու եւ սիրելու։ Դուք արդեն շուրջ 27 տարի է ապրում եք Հայաստանում։ Երբ զգացիք, որ դուք հայկական հասարակության լիարժեք անդամ եք։ Երևի 5-6 տարի հետո, երբ որ արդեն դու բաց ես լինում, եւ ինտեգրման այդ process-ը կոմոդ ավելի արագ եւ ավելի հեշտ է ստացվում, իսկ վերջերս ինձ երբ որ ասում են սփյուռքահայ ես, խնդում եմ, ասում եմ, որ բայց ես երևանցի եմ, բայց ասում են չէ, հոդիցդ, տեսքիցդ, խոսակցությունիցդ երևում է, որ երևանցի չես։ Կարևորը զգացողություններն է, որ դուք այստեղ ձեզ տանն եք զգում։ Այո, 100% շատ կջամփորդեմ, ամեն վերադառնալուց հաջողքով կվերադառնամ եւ ուրախությամբ,
շատ մեծ օդանավակայաններ կան, որը իմ համար լաբիրինթ է, ասում եմ վայ մեր ինչ լավ է, փոքրիկ, կոկիկ, մաքուր, հեշտ, սիրուն, այսինքն ուրախություն է բերում ինձ։ Ալին, մեր բազմաթիվ հայրենակիցներ շարունակում են ապրել արտերկրում, բայց շարունակում են նաև երազել հայրենիք տեղափոխվելու մասին։ Ինչ խորհուրդ կտաք նրանց։ Հայաստան ապրելը ապրելավոճ է։ Եթե այդ ապրելավոճը ձեր ընտանիքինն է, ուրեմն ոչ մեկ պատճառ պետք չէ ձեզ խոչընդոտ դառնա, որ դուք Հայաստան վերադառնաք։ Ստեղ կյանքը ավելի հանգիստ է, ավելի ուրախ է, ինքը ոսկե միջին է իր չափերով, իր տարածությունով։ Այսինքն ես պետք ունեմ 2 ժամ ավտոյի մեջ մնալ, որպեսզի հասնեմ իմ աշխատանքից։ Ես 15 րոպե ամենակարքի ծայրն ենք, 15-20 րոպեից ես գործի եմ, որը իմ համար շատ է նույնիսկ։ Այսինքն փորձեք ապրել Հայաստանի հետ, Հայաստանով։ Դա եմ ասում ու շատ հայտնի, այսինքն 2 բառ ասում եմ ելեք եկեք։ Դա։ Շնորհակալություն Ալին շատ հետաքրքիր զրույցի եւ արժեքավոր խորհրդի համար։ Ես եմ շնորհակալ, ապրեք շատ։ Ալին Մասվելյանի պատմության հիմքում անչափ կարևոր մի գաղափար է, որ Հայաստանը բոլորիս պատասխանատվությունն է եւ որքան շատ հայրենակիցներ հաշվի նստեն այս իրողության հետ, այնքան ավելի ուժեղ կլինի մեր երկիրը։ Սա իրական հայրենասիրության դրսևորումներից է, զգալ, որ դու անհրաժեշտ ես քո երկրին եւ դա փոխադարձ է։ Այսօր այսքանը, կհանդիպենք։